Այսօր չենք խոսի այն մասին, թե ովքեր են ստեղծել առաջին հեռուստացույցը եւ ինչ էվոլյուցիա է ապրել այն մինչեւ այսօր։ Միայն ուզում եմ հիշեցնել, որ առաջին գունավոր հեռուստացույցը հայտնագործել է մեր հայրենակից գյուտարար ինժեներ Հովհաննես Ադամյանը։ Շուկայում առկա բազմազանության մեջ իհարկե դժվար է ընտրել լավ հեռուստացույց։ Մյուս կողմից անհասկանալի տերմինները սովորական մարդու մոտ խառնաշփոթ է առաջացնում եւ հեռուստացույց ընտրելը դառնում է իսկական գլուխկոտրուկ։ Իսկ թե ինչպես ընտրել որակյալ հեռուստացույց, փորձենք մեր օգտակար խորհուրդներով օգնել ձեզ։ Խոսենք հեռուստացույցների մասին։ Հեռուստացույցներ ընտրելիս կողմնորոշվեք, թե ինչ տեսակի հեռուստացույց է ձեզ հետաքրքրում։ Նշեմ, որ հեռուստացույցները ըստ իրենց տեսակի լինում են LED, OLED եւ QLED։ OLED եւ QLED տեսակի հեռուստացույցները դասվում են պրեմիում դասին եւ արժեքով ավելի բարձր են։ Իհարկե, եթե ձեր գումարը բավականացնում է, նախապատվությունը տվեք OLED եւ QLED տեսակներին։ Հեռուստացույցներ ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել էկրանի կետայնությանը։ Ճիշտ ընտրված կետայնությունը կբարձրացնի դիտման հարմարավետությունը եւ մասշտաբների ճիշտ ընկալումը։ Ու ամենակարևորը՝ չի ազդի մեր տեսողության վրա։ Իհարկե կան բազմաթիվ բանաձևեր, որոնց միջոցով կարելի է հաշվել դիտման հեռավորությունը, սակայն հիշեք, ամենահեշտ հաշվելու ձևը հեռուստացույցի անկյունագիծը 2.5 անգամ պետք է գերազանցի տարածքը, բայց սա էլ միանշանակ չէ, քանի որ պետք է հաշվի առնենք էկրանի կետայնությունը։ Հեռուստացույցները ըստ կետայնությամբ լինում են HD Ready 1366 անգամ 768, Full HD 1920 անգամ 1080 եւ 4K 3840 անգամ 2160։ Հիշենք, ինչքան բարձր է կետայնությունը, այնքան հավասարակշիռ ու ընդգծված է պատկերը։ Նախապատվությունը տվեք 4K կետայնությամբ աշխատող հեռուստացույցներին։ Լավ պատկեր ունենալու համար կարևոր ցուցանիշ է հաճախականությունը։ Հաճախականությունը չափվում է հերցերով։ Ինչքան բարձր է ցուցանիշը, այնքան սահուն են արագ շարժվող պատկերները։ Բոլոր դինամիկ կադրերը վերարտադրվում են առանց լղոզվածության։ Հատկապես ֆուտբոլային կադրեր նայելու համար ընտրեք բարձր հաճախականությամբ հեռուստացույցներ։ Չմոռանանք հեռուստացույցի սմարթ հնարավորության մասին, ինտերնետ, ծավալուն թեմա, ինտուիտիվ հեռակառավարման վահանակ եւ կոճակի մեկ հպումով դուք կարող եք հայտնվել ինտերնետի անծայրածիր տիրույթ, որտեղ բազմաթիվ հավելվածների միջոցով դուք կարող եք վայելել ձեր սիրած ֆիլմերն ու հաղորդումները։ Հեռուստացույցների ներկառուցված ձայնային համակարգը պատկերը դարձնում է ավելի ամբողջական։ Ուստի ձայնային համակարգը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխության։ Բարդ ալգորիթմային հաշվարկներ եւ բարձրախոսների ճիշտ դասավորվածություն, ինչը հնարավորություն է տալիս Dolby Atmos համակարգի միջոցով վայելել որակյալ ձայն, ինչը գրեթե չի զիջում ցանկացած տնային կինոթատրոնի։ Հեռուստացույցների մասին կարելի է խոսել անվերջ, քանի որ ինովացիոն տեխնոլոգիաները օր-օրի նոր թափ են հավաքում եւ հանձնվում են սպառողի դատին։ Շեղվելով ձևաչափից ես ուզում եմ մեկ հարց առաջարկել մեր հետևորդներին։ Որն է այն ապրանքանիշը, որը 1969 թվականից ռադիոընդունիչներ արտադրելով զբաղեցնում է 4-րդ տեղը աշխարհում հեռուստացույցների վաճառքի գծով։ Գրեք մեկնաբանություններում, իսկ մեր օգտակար խորհուրդները լինելու են շարունակական։ Կհանդիպենք։